Բոլորիդ բարի երեկո, մի հատ կիսվենք այս եթերով, ասեմ նաև այն մարդիկ, ովքեր մտնում են իմ ալիքս, իրանք էլ են նայելու այդ եթերը, անպայման, եւ բոլորիդ ողջունում եմ, ուրախ եմ, որ իմ նոր ալիքում նաև դուք նայում եք այս եթերները կամ մեր սյուժեները, ինձ համար շատ կարևոր է, այսօր ես չի զգուշացրել, որ եթեր եմ դուրս գալու եւ որոշեցի, որ մի քիչ շուտ անեմ այդ եթերը, որպեսզի այն մարդիկ, ովքեր մի քիչ ուշ մտնեն, իրանք նայեն, աշխատանքային նոր է, ահագին մարդիկ հիմա վերադառնում են աշխատանքից տուն, ոչինչ, մի քիչ ուշ կնայեն, խոսում ենք բանակի մասին այսօր, շատ կարեւոր թեմա է, ասեմ, որ հունիս, հուլիս, օգոստոս ամսում փորձում եմ ինչ-որ դժվար թեմաների շուրջ չխոսանք, քանի որ մարդիկ հանգստանում են եւ շատ ճիշտ կլինի, եթե մենք հա շատ լուրջ թեմաներով չխոսանք, բայց քանի որ այս վերջերս բանակում մեզ ունենք լուրջ իրավիճակ, պետք է քննարկենք այդ թեման մեր եթերին, որպեսզի մեր հետևորդները իմանան ճիշտ հա ինֆորմացիա եւ ճիշտ հասկանան ինչն է ճիշտ, ինչն է սխալ եւ այլն այլն։ Սկսենք դրանից, որ բոլորս ցավակցություն ենք հայտնում այն ընտանիքին, ով իր տղուն կորցրել է երեք, հիշեցնեմ, որ Գեղարքունիքի մարզում ավտոն 7 զինվորի վրա, այսպես ասած, ընկել է եւ 1 զինվորը զոհվել է, ցավակցում եմ եւ իսկապես շատ եմ տխրվում բոլորիս հետ միասին, երբ sense դեպքերի մասին եմ լսում։ Սա մի հատ ավրելի մի հատ շատ վատ իրավիճակ է բոլորիս համար, բացատրեմ ինչի, քանի որ հիմա պատերազմ չկա եւ բոլոր այդ դեպքերը բոլորիս համար շատ ցավոտ է եւ դուք ճիշտ եք գրում, որ ամեն այդ մի դեպքը բոլորի սիրտը ջարդում է։ Այսօր ես չեմ մենակ գովալու, նաև քննադատելու եմ առանձին մարդկանց, հարցեր եմ տալու եւ եթե դուք այսօրվա եթերը նայեք, ավելի ճիշտ կհասկանաք ինչա կատարվում։ Տեսեք, սկսենք դրանից, որ այսպես լավ իրավիճակ ոնց հիմա է բանակում չի եղել։ Կոնկրետ խոսքը գնում է զենքի մասին, սննդի մասին, կոշիկների մասին եւ այլն։ Բայց պետությունը եւ կառավարությունը կարող ամեն ինչ տա բանակին, բայց ոչ այդ մարդկանց խացիաթը եւ կան խնդիրներ, որը ընդհանրապես կապ չունեն բանակի հետ, օրինակ տեսեք ես գրեցի այսօր մի 3-4 ժամ առաջ, ուզում եմ եթերում էլ կրկնեմ, երբ երեք Սուրեն Պապիկյանը ցույց է տալիս, որ ինքը գնում է տարբեր զինվորական մասեր ստուգումները անցկացնում, ինչա կատարում այդ զինվորական մասերում եւ չգիտեմ պոստերում, դիրքերում, մենք լսում ենք, որ այդ եթերներից հետո, այդ սյուժեներից հետո երեկոյան ինչ որ ավտո, հա, Վահան գյուղից խփել է այդ երեխեքին։ Ես գրել եմ, որ ես չեմ հավատում, գտնում եմ, որ դա ինադու է, դա իմ ենթադրությունն է, բայց ես վստահ եմ, որ չեմ սխալվում։ Ոնց կարող է կոնկրետ 3, երբ Սուրեն Պապիկյանը սաղ դիրքերով մանա գալի ստուգումա, երեկոյան այդ դեպքը լինի։ Չկա կասկած, որ կան մարդիկ, ովքեր գումար կարան վերցնեն եւ ինչ ուզում ես անեն, եւ նենց կարան հանցագործությունը այդ զինվորների սպանությունը պլանավորեն, որ մարդիկ մտածեն, թե դա ինադու չի եղել։ Օրինակ, այսօր ես կարդում եմ, որ այդ վարորդը, այդ Գրուզավիկի վարորդը, հիշեցնեմ, որ այդ վարորդը ով խփել է այդ զինվորներին, ինքը նույն ձևի կոնտրակտնիկ է ծառայում նույն զինվորական մասում եւ իբր վարորդը լացում է, 3 անչափահաս երեխա ունի, այո, վարորդին կարան գումար տան, ասեն գնա այդ երեխեքին խփի ու հետո կլացես, որպեսզի մարդիկ խղճան, ասեն դու ինադու չես արել, բայց իրականությունում իմ մոտ տպավորությունն է, որ 99%-ով որ դա ինադու է արված եւ դա պրովոկացիա է։ Ես բացատրեմ, այսօր հարցեր կան, որի պատասխանը մենք չենք ստանում։ Օրինակ, ոնց է այդ վարորդը նստում ժամի 9-ին երեկոյան, ոչ 4-ին, ոչ 3-ին, ժամի 9-ին ավտոյով գալիս է այդ ճանապարհի վրա, զինվորական մասի մոտ, երբ այդ ժամի 9-ին ինադու զինվորներին 7 զինվոր ստիպում են, որ վազեն։ Մինչ հիմա մենք չենք լսում, որ զինվորական մասի այդ հրամանատարը բռնել են, իսկ ես գտնում եմ, որ զինվորական մասի հրամանատարը պետք է նստացնեն, ինքնամեղավոր բռնեն։ Ես գտնում եմ բոլոր այն մարդիկ, ովքեր ստիպել են 7 զինվորը վազի ժամի 9-ին երեկոյան, իրաց պետք է պատժեն։ Այսինքն մարդ ինչքան պետք է լինի անպատասխանատու, որ ինադու ժամի 9-ին երեկոյան պատժում է ինքը զինվորներին եւ ստիպում է վազի։ Տենց է մենք վերաբերվում զինվորների հանդեպ։ Եվ այդ դեպքը նորից է բացատրում, որ առաջինը այդ որ Սուրեն Պապիկյանը կամ Էդվարդ Ասրյանը հանդիպում են, ոչ մի արդյունք չկա դրանից, քանի որ արդեն 2-3 օր իրանք հանդիպում են օֆիցերների հետ, ու դրանից հետո Չամբարակի զինվորական մասի հրամանատարը հրամանատալիս, որ 7 զինվոր վազի ժամի 9-ին երեկոյան ճանապարհի մոտ, այսինքն զինվորների իրավիճակը չի լավանում, ոչ մի ձևի, այսինքն ոնց այդ օֆիցերները խնդում են, ճնշում են, ծեծում են, նենց էլ ծեծում են, նենց էլ ճնշում են, ոչ մի փոփոխություն չկա այս օրերին։ Չամբարակի զինվորական մասը, դա ոչ զինվորական մասն է, այդ զինվորական մասն է, որտեղ ամենավտանգավոր
ռազմական ոստիկանությունն է, հիշեցնեմ, որ 2018 թվականին դեղ հանել են ահագին մարդկանց, քանի որ կաշառակերներ են եղել, չգիտեմ, շատ վտանգավոր իրավիճակ ա եղել եւ նորից այդ նույն կաշառակերները, չերես կրիմինալ, չերես ծանոթներ մտնում են այդ զինվորական ոստիկանությունը, այդ военная полиция։ Նույն այդ ճամբարակում իրանց օֆիցերները ընդհանրապես թքած ունեն եւ ես դժվար հավատամ թե ինչ որ մեկ այնտեղ լսում ա կամ Սուրեն Պապիկյանին կամ Էդվարդ Ասլյանին այնտեղ իսկապես իրանց կրիմինալ աշխարհը ոնց ուզում են անում են, ուզում են ծեծում են, ուզում են գողանում են։ Այսօր բոլորս պետք է հասկանանք մի հատ բան, որ կրիմինալը շուտ վանից մեծ ազդեցություն ունի բանակի վրա, եւ բանակը իր ձեռն է, ոնց հրաման ա տալիս, նենց էլ կատարում ա զինվորական մասերում։ Ես գրել եմ, որ իրանք ծանոթ բարեկամ, ով ում ուզում ա գործի ա դնում եւ այո, ունեն լավ կապեր, այդ Գեղարքունիքի կրիմինալը պաշտպանության նախարարությունում, իրանք ունեն լավ ընկերներ, նաեւ Սուրեն Պապիկյանի շրջապատում եւ ում ուզում են գործի են դնում, ուզում են այս մարդուն դնում են ստեղ, ուզում են այս մարդուն դնում են դեղ, առանց ստուգման, առանց вообще ինչ որ չգիտեմ կրթություն։ Եվ մինչ հիմա ոչ մեկ չի ասել, նույն ՊՆ-ն չի ասում, ով է իրավունք տվել ժամի 9-ին երեխեքին դուք անեք մութ ճանապարհի վրա վազեն, ոչ մեկ այդ հարցը չի տալիս։ Այսօր մենք պետք է հասկանանք, ինչքան էլ ասենք ամեն բանակում տես դեպքեր ելնում, չէ, դա պատասխան չի։ Ոչ մեկ իրավունք չունի ուրիշ երեխու վրա խնդա եւ անօրինական բաներ անի, ոչ մեկ իրավունք չունի։ Եվ նաեւ ՊՆ-ի աշխատակիցների իրավունք չունեն։ Ինչ ասեմ, տեսեք, ես գրեցի այսօր, ուզում եմ կրկնեմ մեր հետևորդների համար, դուք երևի գիտեք մի հատ սրիկա կա Ջալալ Հարությունյան անունով, ով եղել է Ղարաբաղի բանակի կոմանդոյին 44-րդ պատերազմի ժամանակ, այդ այն Ջալալ Հարությունյանն է, որ զինվորները գալիս էին հայկական զինվորները, չէ, հայկական զինվորները տեսնում էին, որ թշնամին գալիս է, ասում է, չէ, դա հայերն են, եկել են մեր տղաներին կոտորել ու գնացել։ Այդ Ջալալ Հարությունյանը ինքը միշտ չի եղել կոմանդոյի, այսինքն ոնց են Ջալալ Հարությունյանին նշանակել Ղարաբաղի կոմանդոյին։ Մինչև իր նշանակումը 13 տղա իբր իրանք սպանել են Ղարաբաղում, պատկերացրեք 3 ամսում 13 տղա եւ այդ բոլոր տղերքը հետաքրքիր է Հայաստանից են։ Բոլոր 13 տղան իրանք սպանել են Հայաստանից։ Դա եղել է, երբ Ջալալ Հարությունյանին նշանակել են Ղարաբաղի բանակի կոմանդոյի։ Ես վստահ եմ, որ դա ինադու արել են Ղարաբաղի գեներալները, ամեն զինվորական մասում կան հանցագործներ, ովքեր կատարում են այդ ձևի հանցագործ հրամաններ, ինչի մասին եմ ես խոսում, որ միշտ բանակում կան մարդիկ, ովքեր պատրաստ են պատստավ կանեն, դավաճանեն, գումարով վնաստան բանակին, զինվորներին, ու այս դեպքը ապացուցում է, որ այս բոլոր դեպքերը, սա էլ է ինադու դեպքեր, երբ տղաներին հասցրել են սպանության, հնարավոր է, որ սպանել են, օրինակ տեսեք Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իբր զինվորը քնել է եւ այդ քնելու պատճառով իրար հետ կռվել են, ամեն մարդ իրավունք ունի հավատա կամ չհավատա, ես չեմ հավատում, որ ինչ որ քնելու համար այդ զինվորը, որ մի ամիս է մնացել, որ գնա բանակից, ինքը գնացել է իրան սպանել, ես չեմ հավատում դրան, չեմ հավատում, ու չգիտես ինչու, կեսօր չի անցել, արդեն քննչականը, քննիչները պարզել են ինչ ա եղել լուրջ, այսպես քննիչները 2 ժամում արդեն պարզում են ինչ ա եղել պոստերում, այսինքն ոչ մի քննչական աշխատանքներ, գործողություն չկա, 1 ժամում մենք որոշում ենք ինչ ա եղել, այո, քնել են, իրար ծեծել են, թե իրար քֆրտել են, լուրջ քֆրի համար այդ տղան գնացել է իրան սպանել, միակ տղան է ընտանիքում, ինչ իրանք կամ սպանել են կամ բռնաբարել են, 2 բանից մի հատ, բայց գիտեք, շատ հաճախ մարդիկ ասում են, կա բանակում բաներ, որ պետք չի ասել, պետք է գաղտնի պահել ու այդ պատճառով այդ մարդիկ իրանց թույլ են տալիս ստել, հանցագործություններ կատարել եւ ստել, սուտ տարածել, երբ հետո պետք չի զարմանալ, ինչու մարդիկ չեն հավատում այդ ձևի ստերին։ Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ այդ ինադու անողները, դրանք կատարում են Ռուսաստանի հրամանները, մեր ընդդիմության հրամանները, որպեսզի տապալեն Փաշինյանի այդ գործողությունը, մարդկանց գիտեք ինչ, հանեն վարչապետի դեմ, վնաստան վարչապետին, քանի որ նորից եմ կրկնում բոլորիս համար, այդ ձևի լավ իրավիճակ, ոնց հիմա է բանակում, չի եղել Հայաստանում։ Ոչ ուտելիքի կողմից, ոչ вообще ընդհանրապես։ Եվ եթե մենք խոսում ենք այն տղաների մասին, ովքեր իրանց սպանել են կամ իրանց սպանել են, այդ ձևի դեպքերը 3 անգամ, 2 անգամ, 4 անգամ ավելի քիչ են, քան թե առաջ ա եղել։ Եվ այո, պետք է այստեղ նշել, որ ահագին մեծ աշխատանք արդեն արված է, որպեսզի դա քիչանան, բայց ոչ մեկ չի կարող ասի, որ դավաճանները կամ պրովոկատորները հանել են բանակից, չէ, այդ մարդիկ մնում են բանակում եւ պատրաստ են
վնաս տալ, այսօր պատերազմ չկա, Ռուսաստանում ահագին հայեր զոհվում են եւ Հայաստանից եւ Ռուսաստանից եւ Ղարաբաղից, ովքեր գնում են Պուտինի համար կրվեն, օրինակ մենակ 3 մենք ցուցակ ենք ստացել 14 հատ հայ է զոհվել մենակ 3 ցուցակը մենակ մի օրում 14 հայ է ավելացել զոհված եւ 2 հատ Ղարաբաղցի անհայտ կորած Ղարաբաղցիներ ովքեր Հայաստանից են գնացել կրվի մենակ մի օրում դուք գիտեք միջև ընտրությունները ես ամեն օր իմ էջերում տեղադրում է ազգանուն, անուն, նկար, որ քաղաքից, որտեղ է զոհվել, ամեն օր։ Ընտրություններից հետո դա չեմ անում, քանի որ իմաստ չկա, բայց ամեն օր մեր ցուցակը շատանում է եւ ամեն օր ունենք 10-20 զոհ հայ Ուկրաինայում։ Ռուսաստանի համար ձեռ է տալիս եւ մեր ընդդիմության համար, որ մենք չխոսանք դրա մասին ինչա կատարում Ուկրաինայում եւ ինչքան զոհ ենք մենք տալիս հայ ազգը, թե Ղարաբաղցի, թե Հայաստանցի, թե Ռուսաստանի համար։ Իրանց համար այդ պրովոկացիան շատ ձեռ է տալիս, որ մենք մեր երկրում խոսակ դրա մասին, որ տեսակ մեր բանակում բարդակ է եւ այլն, մյուս կողմից պետք է հասկանալ, որ Սուրեն Պապիկյանի գործը իդեալական չէ եւ Էդվարդ Ասրյանի գործը իդեալական չէ եւ սա փաստ է բոլորին բարևներ, Ժողովուրդ ջան, կիսվեք եթերով եւ նաեւ ովքեր նայում են մեզ YouTube-յան ալիքում, ձեզ շնորհակալ եմ, որ դուք կաք, հույսով եմ կավելանաք եւ հիշեցնեմ, որ մենք հույս ենք պահում մեր մանիցիզացիայի վրա, պետք է 1 տարի աշխատեմ, որ ինչ որ գումարներ աշխատեմ YouTube-յան ալիքում եւ ոչինչ, ինձ թվում է 1 տարվա ընթացքում կհավաքենք մենք հետեւորդներ։ Վերադառնանք մեր թեմային, նշեմ, որ Սուրեն Պապիկյանի գործը իդեալական չէ, Էդվարդ Ասրյանի գործը իդեալական չէ, խնդիրը դրանում է, որ երբ պաշտպանության նախարարը կամ գենշտաբի ղեկավարը Էդվարդ Ասրյանը վերցնում են աշխատանքի առանձին մարդկանց, ովքեր կներեք անորակ կադրեր են, այստեղ հարց է ծագվում, ոնց ենք մենք կառուցում նոր բանակ, դա, եթե մենք նոր բանակը լցնում ենք հին կադրերով, որոնք իրանց ցուցաբերել են որպես անորակ, անպատասխանատու եւ դավաճան։ Հասկանում եք, սա այն հարցն է, որը մենք իրավունք ունենք տանք։ Եվ մենք այդ հարցի պատասխանը չենք ստացել։ Եթե դաժե ստացել ենք, դա սուտ է եղել։ Տեսեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանել է գործից Կամո Վարդանյանին, ով եղել է Ղարաբաղի պաշտպանության նախարարը։ Եվ այո, վարչապետը գտնում է, որ դա անորակ կադր է, փչացած կադր է, ու դրա համար հանել է շպրտել գործից։ Բայց դե հարց ծագվում, իսկ ով է այդ փչացած եւ անորակ կադրը վերցրել աշխատանքի։ Այո, դա արել են Սուրեն Պապիկյանը եւ Էդվարդ Ասրյանը։ Մենք կարանք ասենք, որ պետք չի ինչ-որ բան քննադատել ստրան, դրան, բայց եթե մենք ուզում ենք լինենք ազնիվ, մենք պետք է հաստատենք, որ պաշտպանության նախարարությունը մի կողմից Ղարաբաղյան կլանն է իրանց ցանոթներին գործի դնում առանց դժվարությամբ, մյուս կողմից քրեական աշխարհը, կրիմինալ աշխարհը շատ հեշտ ցանոթ բարեկամով աշխատանքի է դնում իրանց մարդկանց։ Էս է կատարվում։ Ոչ մի դեպքում ես չեմ քննադատում բոլոր ղարաբաղցիներին, բայց մենք ուզենք մեծամասնությամբ ղարաբաղցի կոնտրակտնիկ եւ օֆիցեր, ովքեր դավաճանել են Ղարաբաղը, ովքեր առաջի օրը փախել են Հադրութի շրջանից, եւ համար զարմանալի է, ոնց կարելի է օրինակ նույն Կամո Վարդանյանը, այդ պաշտպանության նախարարը, իր ժամանակ բլոկադայի ժամանակ Ղարաբաղցի զինվորը ստանում էր ծխախոտը փողով, այսինքն բոլորը ինձ պատմում էին եւ ես զեկուցում էի տարբեր իմ ընկերներին այստեղ Հայաստանում բլոկադայի ժամանակ, որ զինվորները 900 դրամով առնում են ծխախոտը։ Այդ այն ծխախոտն է, որը ստացել է Ղարաբաղը անվճար Հայաստանից եւ նաեւ Սփյուռքից, եւ այդ այն ծխախոտն է, որը պետք է անվճար տային զինվորներին։ Եվ Կամո Վարդանյանի ժամանակ ծխախոտը վաճառում են, չգիտես ով, թե ումից։ Դու ինչ նախարար ես, չես տենում, ինչա կատարում Կամո Վարդանյան։ Այդ նույն Կամո Վարդանյանը, ես ասել եմ, 10 օր առաջ մինչև պատերազմը իր տղուն Կարմիր խաչի ավտոյով հանել է, քաղցկեղով հիվանդին շպրտել են ավտոյից, այդ ջահել տղան հանել Ղարաբաղից։ Կամո Վարդանյանը որպես նախարար չի մտածել, բա ինչ են մտածում դիրքերում տղերքը, ղարաբաղցիները, հասարակ ղարաբաղցիները։ Մտածում են, որ իրանք ռասխոդնի մատերիալն իսկ տղատ քաղցր բալիկա։ Դա է, այդ մարդը դա է։ Այդ մարդը այն մարդն է, ով թույլ է տվել, որ այդ բենզինը որտեղ լցված է, հա, գնան դեղ 1000 հոգի կոտորվեն եւ տրակվեն։ Այդ մարդը այն մարդն է, ում ժամանակ այդ սկլադից բենզինը ստանում են հարուստ եւ պաշտոնյա մարդիկ Ղարաբաղում, իսկ մնացածը չէին կարող դաժե ավտոբուս նստեին։ Էսա այդ խայտարակ վիճակը եղել։ Ու այդ ձևի կադրը եւ իրան նման ահագին փչացած կադրներ ցանոթ բարեկամով վերցնում են նախարարություն լուրջ, այդ անտարբեր մարդը, ով Ղարաբաղցի է եւ թքած ունի ղարաբաղցիների վրա, ինքը գալու է Հայաստանում, Հայաստանի զինվորների հետ կարգ ու կանոն հաստատի, ոչ։ Հաջորդ հարցը, ասեմ, որ պետք է նշել, որ շատ լավ պատերազմ ատանում հիմա եւ Սուրեն Պապիկյանը եւ Էդվարդ Ասրյանը այն մարդկանց հետ, ովքեր խաղամոլ են, այստեղ մենք տենում ենք մեծ աշխատանք,
Եվ այստեղ հարց է ծագվում այն մարդիկ բարի երեկո բոլորին այն մարդիկ ովքեր խաղամոլ են բանակում որպես օֆիցեր սպա մենք պետք է հասկանանք ով է խաղամոլը այն մարդն է ով սիրտ չունի այսինքն քարի աչքեր ունի քարի հոգի ինքը գումարներ է այսպես ասած ծախսում մեծ գումարներ եւ դուք գիտեք որ խաղամոլը այն մարդն է ով կարա տնից ոսկին գողանա իր մամայից իր տնիկից կարա գողանա սախ տունը տանի հա հանի տունը թողի տունը առանց ոսկի առանց գումար Եվ այդ մարդիկ խաղամոլները իրանք անտարբեր են, դաժե իրանց կնգա եւ իրանց քույրիկի հանդեպ։ Հիմա նորից եմ կրկնում, շատ լավ պայքար են տանում այդ խաղամոլների հանդեպ, բայց մենք չենք կարող վստահ լինենք, որ 100%-ով այդ մարդկանց հանել են բանակից, ոչ։ Եվ պատկերացրեք խաղամոլը ոնց կարող է, ասում ենք, նյուստավնի отношения, ոնց կարող է խաղամոլը պայքար տանի կրիմինալի դեմ, եթե նույն խաղամոլը մտածում է որտեղից փող փոքի, փող վաստակի, որ խաղանորից Հասկանում եք, սա լուրջ խնդիր է։ Այսինքն մի կողմից խաղամոլ, մի կողմից կրիմինալ, մի կողմից նարկոման, մի կողմից Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ, ով սկիպ չի պաշտպանել Ղարաբաղը։ Ահագին խնդիրներ եւ այս դեպքում պետք է ասեմ, որ ով էլ լինի այդեղ նախարար կամ начальник գեներальный штаб, մենք պետք է հասկանանք դա կապ չունի, այդ խնդիրները կապ չունեն կոնկրետ Սուրեն Պապիկյանի հետ կամ էլ Էդվարդ Ասրյանի հետ, քանի որ դա այն խնդիրներն են, որը շատ դժվար է լուծել եւ այդ մարդիկ գալիս են հա, այսպես ասած քաղաքներից, գյուղերից այդ խաղամոլները, թմրամոլները եւ այլն այլն։ Վերադառնանք այն դեպքին, որը եղել է 3, երբ ավտոն Վահան գյուղից գալիս էր եւ Չամբարակի զինվորական մասի մոտ խփեց զինվորներին։ Տեսեք, մեզ ունեք ներքին գործերի նախարարություն եւ հարց է ծագվում։ Ինչով է զբաղված ներքին գործերի նախարարությունը Գեղարքունիքի մարզում եւ Չամբարակ համայնքում։ Այդ ոստիկանությունը տեսնելով որ ինչ որ ավտո առանց նոմերների գնում է գալիս է մի հատ հարց տվել է այդ ավտոն ինչ իրավունք ունի առանց նոմեր вообще ինչ որ խոտեր է բերում քերծից բերում է տանում է ներքին գործ այսինքն դա խոսում է դրա մասին որ մեզ ներքին գործերի նախարարությունը դեռ 0 է իր աշխատանքը այսինքն դու կարաս գումարով ցանոթով բարեկամով գործողությունները շարունակես եւ ոչ մի քեզ չպատժի ինչի ենք մենք զարմանում որ ներքին գործերի նախարարությունը 0 է Չամբարակ համայնքում Եթե նույն իրավիճակն է Ծաղկաձոր քաղաքում, տեսեք, Ծաղկաձոր քաղաքը չես կարող ասես, էլի հերոյ է, Չամբարակն այնտեղ լավ չեն աշխատում։ Ծաղկաձորը դա շատ մոտիկ քաղաք է մեզնից, Երևանից։ Ու անցած տարի մենք հիշում ենք, չէ, որ երկու աղջիկ նստել են կվադրացիկլ ու չկան հիմա, զոհվել են։ Այդ երկու աղջիկը նստել են կվադրացիկլ, որի վարորդը 19 տարեկան խմած տղա էր, այսինքն Ծաղկաձորում ոստիկանություն չունեք, որ մի անգամ հարց տասես, կվադրացիկլը 19 տարեկան որ տղան վարում այդ կվադրացիկլը։ Տղա ջան, քեզ ունես թղթ, որ դու իրավունք ունես կվադրացիկլ քշես։ Երկրորդ հարցը, այդ կվադրացիկլը ում վրա է գրված։ Այդ հարցը ոստիկանները դեռ հարց չեն տալիս Ծաղկաձորում։ Այդ կվադրացիկլը այ ախպեր ջան, այդ որ քշում է այդ տղան, ումին նա вообще։ Երրորդ հարցը, այդ որ դու կվադրացիկլով Ծաղկաձորում աղջիկներ եք նստացնում ու տանում եք սպանում այդ աղջիկներին։ Որտեղ է ձեր թղթերը, հարկայինի թղթերը, ինչ չեք եք դուք խփել, որ դուք փող եք վերցնում դնում գրպանում առանց չեք խփելու։ Ուր է այդ թուղթը։ Այդ հարցը տվել է ներքին գործերի նախարարությունը։ Ոստիկանները տվել են այդ հարցը Ծաղկաձորում, ոչ։ Եվ երբ մենք տեսնում ենք ոնց է աշխատում ներքին գործերի նախարարությունը Ծաղկաձորում, պատկերացրեք ինչ է կատարվում Չամբարակ համայնքում։ Ինչ է կատարվում Վայոց ձորում։ Եվ այս հարցը պետք է տանք։ Այդ ավտոն, որ խփել է զինվորներին, առանց դոկումենտ, առանց իրավունքի, հին ավտո, բրակ ավտո, որտեղ է ներքին գործերի նախարարությունը։ Ոնց այնտեղ այդ ավտոն քշում, աչուձախ, եւ այդ իրավիճակը մեծամասնության գյուղերում է, մենակ այդ գյուղում չի։ Այսինքն գյուղերում անարխիա է, այդ քաղաքներում անարխիա է եւ ոչ մի օրենք իրանք չեն вообще պաշտպանում, թքած ունեն օրենքի վրա, հա։ Դե ես գիտեք ինչ, ես կուզենայի ոնց Սուրեն Պապիկյանը երեք գնացել է զինվորական մասերով, ես կուզենայի ներքին գործերի նախարարության նախարարը մի անգամ դուրս կա տարբեր գյուղեր, դա շատ լավ կլինի։ Առանց ոչ մի բան պատմելու։ Մի հատ տնա ինչ է կատարվում մարզերում։ Գիտեք, դա շատ օգուտ կլինի մեզ համար։ Գնա այդ տարբեր գյուղեր, մի հատ տնա ոնց են ավտոները քշում։ Ո՞վ է կայնեցնում այդ ավտոներին, ո՞վ է պատժում այն մարդկանց, ովքեր խախտումներ են անում։ Երբ է լինում անարխիա զինվորական մասում կամ էլ ճանապարհներում, այդ ձևի ավտոների հետ, երբ անարխիա, երբ ոչ մի ստուգում չկա, երբ չկա խստություն, երբ բարդակ է։ Եվ ես դիմում եմ ներքին գործերի նախարարին, խնդրում եմ ձեզ Այս հարցը նաև ձեզ է վերաբերվում։ Մի հատ բարձեք ոնց են այդ գյուղերում, այդ համայնքում ավտոները ֆրֆռում առանց թուղթ, առանց իրավունք։
Ոնց։ Խնդրում ենք մեր նախարարին ինքը գնա Սյունիք, գնա Վայոց ձոր, առանց ոչ մեկին ասելու։ Մի հատ մտնի այդ գյուղեր, քաղաքներ, մի հատ տեսնեի, вообще ոստիկանները աշխատում են այդ քաղաքներում, աշխատում են այդ գյուղերում։ Մի հատ թող ինքը կայնացնի ավտոները ու մի հատ նա вообще իրավունք ունեն իրանք որ քշում են։ Գյուղերի մեջ, գյուղից արտ, արտից գյուղ։ Նորից եմ կրկնում, ես չեմ հասկացում, որ սա ինադու դեպք է, երբ կրիմինալ տղերք, գեղարքունիքցիներ փող են վերցրել ու ինադու վստահ եմ այդ երեխեքին ավտոյով խփել են։ Ես չեմ հասկացում, որ տենց է եղել է։ Քանի որ տեսեք, ռազմական ոստիկանության ղեկավարը փոխել են, իսկ չէ որ դեռ կաշառքներով լցված մի հատ կառույց է։ Իրանք իրար թաթիկները, կաշառքներ են դնում, հարցեր են լուծում։ Հիմա եթե ղեկավարին փոխել են, երևի իրար ուտում են, երևի ինչ որ մեկը ուզում է Պապիկյանին վնաս տա նաև։ Չգիտեմ դա ով է, դաշնակներն են, Ղարաբաղյան կլանն է, ովքեր են դրա, Ռուսաստանի ստրուկներն են, բայց ինչ որ մեկը դա անում է։ Ինչ որ մեկը բանակում վնաս է տալիս զինվորին, որպես հասնի իր գործողության, այսինքն սպառնում է Սուրեն Պապիկյանին, կառավարությանը, վնաս է տալիս եւ այո, այս խաղաղ ժամանակ իմանալով ինչքան է ցավոտ այդ փաստերը մարդկանց համար, իրանք ինադու այդ բաները անում են։ Հիմա ասում եք օֆիցերները, եկեք մենք ծնողներին պատմենք, որ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության սպան օֆիցերը Ռուսերեն ասում են «У всех есть любимчики», հա, ցավը նրանում է, որ օֆիցերը կիսում է զինվորներին, այս զինվորը իր любимчикն է, իսկ այս թույլ տղան, ասենք, հա, ինքը իր любимчик չէ, հասկանում եք, ինքը իրանք կիսում են զինվորներին։ Երբ մենք ասում ենք ինչ որ զինվոր ծեծում է մյուս զինվորին, դրա հետևից ով պետք է նայե, սպան։ Երեք ինչ որ մի հատ հետևորդ գրել է, որ օֆիցերները ասել են, որ այս երեխեքի 90% անորակ տղերք են, գալիս են հասարակությունից, փչացած հասարակությունա լուրջ մանկապարտեզում երեխեքին ովքեր են պատասխան տալիս։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են մանկապարտեզում, այո, զինվորը մեծ տղա է, փոքր երեխա չի, բայց իրականում զինվորը մեծ երեխա է։ Եվ կներեք, եթե զինվորի հետ կայնած է սպան, օֆիցերը, ուրեմն մենք բոլորը հասկանում ենք, որ այդ զինվորներին պատասխան է տալիս օֆիցերը։ Եթե սպան տեղյակ չի ինչա կատարվում իր դիրքում, եթե սպան տեղյակ չի, ինչով են զբաղված իր զինվորները, եթե սպան տեղյակ չի, որ զինվորն է ծեծում, իսկ որ զինվորն է տուժվում, ուրեմն սպան ինքը կամ թույլ սպա է անորակ, կամ այդ սպան ինքը ստիպում է ինչ որ մեկը ծեծի մեկին, օրինակ կարող է օֆիցերը չի ծեծի զինվորին, որպեսզի իր վրա քակ չվերցնի։ Ու օֆիցերը ում դուր չի գալիս ինչ որ զինվոր, ասում է գնա ծեծի այդ զինվորին։ Ես վստահ եմ դրա մեջ։ Այո, փչացած հոգին, հա, փչացած հոգի ունեցող սպան հրաման է տալիս մի հատ զինվորին, ծեծի մյուս զինվորին։ Քանի որ ինքը հաճույք է ստանում դրանից, որ զինվորին ծեծում են։ Երբ սպան հաճույք է ստանում դրանից, որ զինվորին սպանում են։ Լուրջ եմ ձեզ ասում։ Եվ 98% մեղքը օֆիցերների վրա է այդ դեպքերը։ 98% հավատացեք։ Դու ինչ օֆիցեր ես, դու չգիտես, ով կարա դեղ ունցեցի, ով կարա ճնշի ուրիշի վրա, բայց դու օֆիցեր ես, առավոտ երեկոյան գիշերը դու շփվում ես զինվորիդ հետ, դու իր խասյաթը չգիտես, դու չգիտես ինքը ինչ մտածողություն ունի, դու չգիտես ինչի վրա կարա պատրաստ լինի այդ զինվորը եւ ինչ կարա հասցնի մյուս զինվորին, ուրեմն դու շատ վատ օֆիցեր ես։ Եթե մեր հասարակությունը հարկեր ամոծում եւ մենք այսօր լսում ենք, ասում ենք 41 միլիոն դրամ է տալիս պետությունը, որ օֆիցերի համար 3 սենյականոց տուն առնի Երևանում, բայց օֆիցերը ինչով է զբաղված։ Եվ գիտեք ինչ, քանի որ մեր օֆիցերների մի մասը սկի իրանց հալալ եղբոր հետ չեն խոսում, դուք գիտեք, չէ, ահագին տղամարդիկ Հայաստանում իրանց եղբոր հետ, հալալ եղբոր հետ չեն խոսում 5, 7, 8 տարի։ Ես ամեն անգամ հարց եմ տալիս, այն օֆիցերը, ով չի խոսում իր եղբոր հետ, նա ոնց կարող է հավասար վերաբերվի զինվորի հանդեպ։ Օրինակ, այդ օֆիցերը պատասխան է տալիս 8 հատ զինվորի, չէ, 8 հատ զինվոր ունի կամ 10 զինվոր։ Արդյոք օֆիցերը, ով չի խոսում իր հալալ եղբոր հետ, կարա ուզենա, որ այդ զինվորները, ովքեր ինքը առաջի անգամ ատենում, ուզում է այդ օֆիցերը, որ այդ զինվորները լինեն որպես եղբայր։ Ուզում է այդ օֆիցերը, որ այդ զինվորը, որը գալիս է 18 ամիս ծառայի, հիմա այլ վարչապետը նենց արել, որ 18 ամիս ծառային։ Ամեն ինչ արել է վարչապետը, պետությունը, թե ուտելիք, թե զենք, թե շորեր, թե կարճատել է բանակը, չէ, ինչքան օտպուսկներ են տալիս, բայց հարցածակվում, օֆիցերը ուզում է, որ այդ զինվորները լինեն որպես եղբայր։ Օֆիցերը խոսում է իր զինվորի հետ, ասում է, որ եղբայրներ,
Դուք պետք է առողջ գնաք վերադառնաք ձեր տունը։ Խոսում է դրա մասին աֆիցերը, թե չի խոսում։ Սա հարց է։ Ու ես չեմ հավատում, որ այդ աֆիցերների մեծ մասը խոսում են զինվորների հետ։ Ես չեմ հավատում։ Ես հավատում եմ, որ աֆիցերների մեծ մասը սիրտ չունեն, հոգի չունեն, քարի սիրտ ունեն եւ անտարբեր են զինվորի հանդեպ։ Ես հավատում եմ, որ աֆիցերը նորից եմ կրկնում, մեծ հաճույք է ստանում եւ զինվորը իրան կախում է կամ սպանում են, քանի որ մեր աֆիցերների մի մասը ատում են առանձին զինվորներին։ Տեսեք, մարդիկ սկի չեն սիրում իրանց հալ տղերքին։ Ես գիտեմ ահագին հայ տղամարդիկ, հայ տղամարդը ունի 3 տղա, այս տղուն ինքը սիրում է, այս տղուն նեղացնում է, սա է իրականությունը։ Մի հատ տղամարդ ով ունի 2-3 տղա եւ ինքը իր հավալ երեխեքին կիսում է, նա ոնց կարող է լինի սպա, ում համար զինվորները հավասար են։ Բացատրեք ինձ, գուցե ես մի բան չեմ հասկանում, բացատրեք։ Եվ մենք ուզում ենք մեր հասարակությանը բացատրենք, ասենք որ բանակում աֆիցերը հավասար է վերաբերվում զինվորների հանդեպ, դուք մենք այդ սուտը ուզում եք հասցնեք քաղաքացուն ականջի վրա դնեք, լուրջ եք ասում։ Եվ եկեք հարց տանք, ո՞նց է աֆիցերը վերաբերվում զինվորի հանդեպ, ո՞նց է վերաբերվում։ Ուրիշ տղամարդ 18 տարի պահում է իր երեխուն ու բերում է ձեր ձեռքն է տալիս։ Եվ երբ աֆիցերը աչ ու ձախ ասում է երեխեքը վատն են, սա արդեն խոսում է անորակ աֆիցերի մասին։ Այն աֆիցերը, ով բողոքում է իր զինվորներից, արդեն դա խոսում է անորակ սպայի մասին, ով իր աշխատանքը չի ուզում անի։ Մենք երբ մեզ հանձնարարում են ինչ-որ աշխատանք, մենք պետքա ոչ թե աչ ու ձախ լացենք, ասենք մեր աշխատանքը դժվար է, չենք անում, չէ, մենք անում ենք։ Օրինակ իմ աշխատանքը շատ դժվար է, ինչքան էլ դժվար չնի, բայց ես անում եմ իմ աշխատանքս։ Նույնն էլ այդ աֆիցերները, ախպեր ջան, շորերը տվել ենք, սնունդը տվել ենք, նենց ենք արել, որ պատերազմ չլինի։ Ինչի ես դու թույլ տալիս, որ այդ զինվորները իրար ծեծեն։ Ինչի ես դու սրում այդ զինվորների մեջ հարաբերությունները, ինչի ես դու ուզում նենց լինի, որ մեկը ծեծի մյուսին, քանի որ թարախ է այդ աֆիցերը, քանի որ թարախ հոգի ունի, քանի որ հայրենասիրություն չունի այդ աֆիցերը։ Հավատացեք, բոլոր այդ սպանությունների համար պատասխան է տալիս իրանց աֆիցերի կազմը, աֆիցերները։ Ու ոչ մինտեղ թող չասեն, ոչ մինտեղ չասեն, որ աֆիցերները դրա հետ կապ չունեն։ Կապ չունեն, ուրեմն մի աշխատեք բանակում, դուրս եկեք, եթե կապ չունեք դուք։ Բայց դուք ինչի համար եք դեղ կայնած պոստերում, ինչի համար ես դու զինվորական մասում, ինչի համար ես դու նստում նախարարության շենքում, ինչի համար եք դուք դեղ նստում։ Եթե գո անունդ աֆիցեր է եւ գո զինվորներ իրար ծեծում են, իրար ներողացնում են, ինչի համար ես դու դեղ նստում։ Որպեսզի մեզ հեքիաթներ պատմես, որ զինվորները վատն են, զինվորները մեր երեխեքն են։ Այո, իրանք տարբեր են։ Դուք թույլ եք տալիս, որ մի հատ տղա խնդա ուրիշ տղու վրա։ Օրինակ, մեկի ականջները սենց է։ Դուք թույլ եք տալիս մի հատ զինվոր խնդա այն տղու վրա ու ականջները սենց է։ Դուք թույլ եք տալիս տղան մյուս տղուն ասի դու փիղ ես։ Ականջներդ մեծ է, դու փիղ ես։ Բայց մենք նեղացնում ենք այդ տեղուն, ամեն օր ասում ենք փիղ ես, եւ երբ աֆիցերը հաճույք է ստանում դրանից, որ մի զինվորը խնդում է մյուս զինվորով, դա աֆիցեր է, այդ մարդու անունը աֆիցեր է։ Եվ տենց էլ կա, հավատացեք, մանավանդ Գեղարքունիքի տղերքը, ովքեր խնդում են զինվորների վրա եւ իրանք սրում են այդ հարաբերությունները, քանի որ մեծ մասամբ դեռ կրիմինալը դուր է գալիս, երբ մարդիկ ծեծում են իրար, մենք ասում ենք մեր թշնամին թուրքն է, ադրբեջանցին, լուրջ, մեր թշնամին այն հայ տղամարդն է, ով խնդում է, երբ երկու տղա իրար ծեծում են, դա է մեր թշնամին, մեր պոստերում կայնած եւ մեր զինվորական մասում կայնած, դա է մեր թշնամին, ով հաճույք է ստանում, որ մեկը ծեծում է մեկին։ Եվ այդ սպանված զինվորները, առաջինը ես չեմ հավատում, որ զինվորները իրանք սպանել են, դա հեքիաթ է, որը հորինում է ՊՆ-ն, հա, ու հեքիաթները պատմում է։ Այսինքն պաշտպանության նախարարությունը ոնց է տեսել, ինքը իր աչքով, որ ինքը իրակրակել է։ Вот как может Министерство обороны, ոնց կարող է պաշտպանության նախարարությունը 6-8 ժամից հետո հայտարարություն տարածի, որ ինքնասպան է եղել զինվորը, ոնց կարող է տենց բան լինի։ Вот Марина у меня сейчас в эфире, Марина ջան, привет большой, адвокат, փաստաբան է, Մարինա ջան, ոնց կարող է 6-8 ժամից հետո քնչական քննիչները ասեն, որ արդեն բրցել եք գործը, գիտեք, որ զինվորը ինքը իրան սպանել է, լուրջ, ինչի համար ենք մենք այդ ստերը տարածում։ Ո՞վ է տեսել ինքը իրան սպանել է, թե սպանել են։ Եթե այդ զինվորին ատում են, եթե մենք ասում ենք, որ այդ զինվորը ինքը իրան սպանել է, ուրեմն ինչ որ մեկը, լսեք ուշադիր,
ինչ որ մեկը կամ ուրիշ զինվոր կամ օֆիցեր ուզում էին, որ ինքը իր սպաներ։ Իրանք իրան ասում են գնա քեզ սպանի, դու պետք է մեռնես։ Իրանք են սպանում այդ զինվորին։ Օֆիցերը անվորակ օֆիցերը, անվորակ սպան, անգրագետ սպան կարող է զինվորին, 18 տարեկան զինվորին, ինքը մեծ մարդ է։ Ասի գնա լավ է մեռնես, քան թե ապրես։ Մենակ այդ նախադասությունը հերիք է, որ դու կոտրես զինվորի հոգին։ Մենակ այդ նախադասությունը հերիք է, որ 35 տարեկան, 45 տարեկան, 50 տարեկան զեր էշ սպան օֆիցերը իր զինվորին վիրավորում է, ասում է, գնա լավ է մեռնես, քան թե ապրես։ Լուրջ, հա։ Դրա համար եք մենք 3 սենյականոց տուն առնում տալիս Երևանում։ Այդ ձևի օֆիցերին, ով գնում է զինվորին նեղացնում է, ասում է, գնացեք իրար ծեծեք։ Արա ինքը լոքշա գնացեցի, ու դու մարդ ես քեզ համարում, օֆիցեր։ Եթե ինչ որ օֆիցեր ինձ նայում է Սյունիքից, Գեղարքունիքից, Վայոց ձորից, ով զինվորին ասում է գնա մյուսին ծեծի, դու համարում ես, որ դու հայրենասեր օֆիցեր ես, այս ազգի համար ինչ որ բան ես անում բանակին, չէ, դու թշնամի ես, ու թուրքը եւ ադրբեջանցին 1000 անգամ մեզ համար ավելի լավ տղա է, քան թե այն օֆիցերը, ով ուրախանում է, երբ հայ զինվորը ծեծում է մյուս հայ զինվորին։ Ու թող պանոն չստի մարդկանց։ Ոնց կա պատմեք, որ օֆիցերները բաժանում են զինվորներին, ասում են դու իմ սիրելի զինվորս ես, դու էլ գնաս սիկտիր։ Պատմեք ոնց է, ինչ է կատարվում պոստերում։ Թող մարդիկ իմանան, որ անունը դրած օֆիցերը դու այո դու պետք է խիստ լինես, բանակը մանկապարտեզ չի, ոչ մեկ չի ասում մանկապարտեզ սարքեք բանակը, բայց եթե զինվորը չի տենում արդարություն, տեսեք, զինվորը երբ տենում է, որ օֆիցերը մեկին սիրում է, մեկին պաշտպանում է, իսկ մյուսին սաղբաղ դնում են դնիվալնի, նեղացնում են, այդ զինվորը 10 ամիս, 1 տարի զզվում է, չէ։ Ում գնա բողոքի զինվորը, երբ սպան վերև կարող է, օրինակ ում պետք է բողոքի, նախարարին կամ նախարարի տեղակալներին, նախարարի տեղակալին օրինակ բողոքում ասում է ինձ նեղացնում են, վիրավորում են, ում գնա բողոքի, տղամարդը։ Եվ այո, նաև գնում է իրան սպանում է, потому что իրանք ճնշում են, իրանք ուրախանում են, որ մարդուն, իրանք գիտեն, թե իրանք հերոս են, ուրիշ տղուն, որ 18 տարի մեծացրել է մայրը հայրը, իրանք նեղացնում են այդ զինվորին, գտնում են, որ իրանք լավ տղերք են, լուրջ, դու լավ տղա ես, ինչով ես դու լավ տղա, որ ուրիշ հայ տղուն նեղացրել ես, վիրավորել ու հասցրել այդ վիճակին, դուք տենց եք մտածում բանակում, լուրջ, բայց եթե ինչ որ զինվոր կամ սպա ուրիշ տղուն հասցնում է այդ վիճակին կամ ծեծում է, ուրեմն հարամ լինի քո կերած հացը։ Սրտանց ենք մենք ցանկանում։ Այն հացը, որը մենք առնում ենք մեր հարկերով, եթե դու ծեծում ես հայ զինվորին կամ ուրախանում ես, որ ինքը իրան սպանում է, ուրեմն հարամ լինի քո կերած հացը։ Եվ դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր ուրախանում են, երբ սպանում են հայ զինվորին։ Մենք ամեն օր, ամեն ամիս համացանցում, էջերում, պաշտոնյա մարդիկ հանդիպում են եվրոպացիների հետ, ամերիկանցիների հետ, որ պատերազմ չլինի, ճիշտ է, ամեն ինչ վարչապետը արել է այս մարդկանց համար։ Բայց նորից եմ կրկնում, եթե մարդկանց սիրտը եւ հոգին փթած է, դա ոչ կոշիկ է, ոչ շորեր է, որ վարչապետը առնի ու բերի դնի սրտի մեջ նորմալ սիրտ, հոգու մեջ նորմալ հոգի։ Եվ երբ մարդ թմրամոլ է կամ խաղամոլ, այո, իրանք կարան փող տան, ասեն գնա ավտոյով 7 հատ զինվոր խփի, որ մի հատ կարանք վնաս տանք Պապիկյանին կամ վարչապետին։ Շատ հեշտ։ Նորից շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր YouTube-յան ալիքում են նայում այս եթերը, միացեք ժողովուրդ ջան, եւ եթե դուք նաեւ մենակ Facebook-ով եք նայում, դուք էլ тоже подпишитесь обязательно на мой канал, после эфира я ссылку брошу и под эфиром брошу, միացեք, որպեսզի մենք շատանանք եւ հետագայում մեր ալիքը գումարներ բերի եւ մենք արանք գումար աշխատենք YouTube-յան ալիքից, այսպես ասած մոնետիզացիան հույս ունեմ, որ մի տարվից հետո ինչ որ օգուտ կբերի, մի տարի պետք է աշխատենք եւ նշեմ հարգելի հետևորդներ, որ մեր YouTube-յան ալիքում անպայման քարտերի համարներ է գրելու այն մարդիկ, ովքեր ուզենան օգնեն մեր խմբին, որպեսզի մենք ավելի շատ սյուժեներ նկարենք, դոլարային քարտ անդեղ լինելու, դրամային քարտ, դուք կարաք օգնեք մեզ
Եվ նորից նշեմ, որ այն գումարը, որը YouTube-ը մեզ հաշվի, որպես մոնետիզացիա, մենք դրանից անպայման հարկեր ենք մուծելու օրենքի համաձայն, այս դրությամբ չկա ոչ մի գումար, եւ երբ այդ գումարները գալիս են, հարկայինն էլ ատենում, որ իմ ալիքիս վրա, օրինակ, այսքան գումար անստել, հալեն որ չկա, քանի որ համարյա աշխատանքը շատ քիչ է։ Բացի դրանից նորից եմ կրկնում, մենք համարներ ենք գրելու, բանկային համարներ, դոլարային եւ դրամի քարտ, եթե դաժե եվրոյի կողարկում կամ դոլար գալու անստի եւ այդ օգնության համար մենք շնորհակալ ենք լինելու, որպեսզի կարանք ավելի շատ աշխատանք անենք։ Այսօրվա եթերը ես վերջացրեցի, նորից ներողություն եմ խնդրում, քանի որ լուրջ թեմա եք այսօր քննարկել։ Ես հույս ունեմ, որ երբ մենք խոսում ենք, որ մենք կրիմինալի հետ պայքար ենք տանում, հույս ունեմ, որ մենք կրիմինալի հետ պայքար ենք տանելու ոչ թե մենակ բանակում, այլ ուրիշ կառույցներում։ Ես ասել եմ հարգելի հետևորդներ, Ուկրաինայում ինչ շատ ծանր վիճակ է, երբ գենկոնսուլը, Ուկրաինայի երկու հատ գենկոնսուլը հարուստ մարդիկ են, ովքեր ունեն, ռուսերեն ասում են, ցինիվոյ բիզնես, հա, մեկը Իվանա-Ֆրանկովսկ, բանի սպիրտի ցինիվոյ բիզնեսն է պատասխան տալիս, մյուսը ուրիշ հարստություն ունի, ու այդ մարդիկ, չգիտես, ումին են փող տալիս, մնում են գեներալնի կոնսուլ, այսինքն այդ իրավիճակը նաև у нас у Арарата Мирзаяна, что можно вот за определенные деньги или связи оставаться криминалу в генконсулах. Ցավոք սրտի Արարատ Միրզայանը մեզ չի լսում, նույն հայտարարակ վիճակն ա եղել Եկատերինբուրգում, երբ մենք զեկուցում ենք կառավարության անդամներին, որ Եկատերինբուրգում մեզ դավաճան ունեք, ով աշխատում է Դոմ Պիպոյի վրա եւ Facebook-ի վրա եւ Տաշիր Սամոյի վրա, մեզ չի լսել Արարատ Միրզայանը, մինչեւ այդ կոնսուլը չի եկել անցել Տաշիր Սամոյի կողքին կանել ու ագին ձայներ գողացել։ Դե ես ոչ Արարատ Միրզայանի ընկերն եմ, ոչ իր դավերին է անձնավորություն եմ, որ ինձ հավատա, այնտեղ ռուլիտ են անում հարուստ մարդիկ, ինձ չունեմ ոչ գումարներ, ոչ կապեր, որ ես կարամ մարդկանց բացատրեմ, բայց գիտեք ինչ, հայերենից մի հատ ասված կա, ասում եմ, չէ դանակը մարդկանց ոսկորը չի ասնում, իրանք չեն տենում խնդիրը։ Ոչինչ թող այդ Ուկրաինայում քանդեն այդ համայնքը, այդ գենկոնսուլները, եւ եթե իրանք կարողացել են Վլադիմիր Կարապետյանի ժամանակ մնան գենկոնսուլ, ուրեմն ինչ որ մարդկանց, առանձին մարդկանց, ինչ որ գործողություններ են արել, որ ոչ մեկ իրանց չի հանում այնտեղից։ Եվ գուցե դրա համար է եւ բանակում այս դեպի վիճակ եւ ստեղ Եմդեղ։ Հա, վերջացնում եմ իր եթերը նորից այն նախադասությունով, որը ես սկսել եմ, որ այս ձևի լավ վիճակ բանակում չի եղել կյանքում բոլոր տեսակետներից։ Միակ այս խնդիրը, այս պրովոկացիաները, ես գտնում եմ, որ սա ինադու արված բաներ է, թող Պապիկյանը մտածի ոնց հաստատում, որ ինքը օրվա ընթացքում ահագին լավ սյուժե է ցույց տալիս, որ ինքը ստուգումներ է անում, եւ օրվա վերջում չամբարակ զինվորական մասի մոտ ինչ որ ավտո եւ ավտոյի վարորդը աշխատում է նույն զինվորական մասում։ Արդեն հասկանալի է ինչ այնտեղ կատարվել։ Հա, եթե ինչ որ մեկը վարչապետի հետևից խփում է իր մեջքին եւ կապ չունի ով է կառավարության անդամներից կամ նախարարներից կամ տեղակալներից, ինչ որ մեկը կրիմինալի հետ ընկերություն է անում, թող շարունակի այդ ընկերությունը։ Բայց տեսեք ով ընկերություն անում կրիմինալի հետ, պետությունն է քանդում։ Օրինակ Տիգրան Ավինյան, ես կուզենայի մեր քաղաքապետը մի անգամ ասել, որ ինքը կրիմինալի դեմ է, քո չի ասում։ Եվ մինչև Տիգրան Ավինյանը չասի, որ ինքը կրիմինալի դեմ է եւ պայքար է տանում քաղաքապետարանում, կրիմինալը որ չմտնի քաղաքապետարան, մտնում է կրիմինալը քաղաքապետարան։ Ազդեցություն ունի կրիմինալը քաղաքապետարանի վրա։ Եկեք հարցնենք, ինչա, բոլորս էլ գիտեք, որ քաղաքապետարանում մեծ գումարներ է, չէ, ֆրֆռում։ Եկեք դա հարց տանք։ Կրիմինալը ստանում է ինչ որ տենդերներ։ Կրիմինալը ունի ազդեցություն քաղաքապետարանի վրա։ Կրիմինալը ինչ որ մեկին կաշառակերում, այսինքն գումարներ է տալիս եւ հարցեր է լուծում չես կրիմինալ։ Բայց տեսեք Տիգրան Ավինյանը կյանքում մի անգամ չի ասել, որ ինքը կրիմինալի դեմ է, կամ ինքը թույլ չի տալի, որ կրիմինալը շենքեր սարքի կամ էլ տենդերներ ստանա։ Չի ասել տենց բան։ Ինչու՞։ Պատասխանը հասկանալի է։ Լավ երեկո բոլորիդ։